Մայիսի 16-ին ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց մշակույթի գործիչների, ովքեր այցելել էին Մայրաթոր Սուրբ Էջմիածին իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ եկեղեցուն եւ ամենայն հայոց հայրապետին։ Հանդիպման անդրադարձ կատարվեց Հայաստանում ստեղծված հասարակական քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքին։ Մտավորականները շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, իրենց զորակցությունը հայտնեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ հայրապետին, կարևորելով հայոց եկեղեցու դարավոր ավանդն ու առաքելությունը հայոց պետականության զորացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Շատ յուրահատուկ է դարձել այս ընթացքում եկեղեցու ու ժողովրդի նույնիսկ այն խմբերի միջև կապը, որոնք առաջ եկեղեցուն այլ կերպ են նայել, իրենցից օտարված մի բան էր, հիմա հանկարծ պարզվում է, որ հենց եկեղեցին է, որ մեզ պահում է, հենց եկեղեցին է, որ մեզ օգնում է դժվար շրջանում, եւ այդ անպայման պիտի խրախուսենք, ինձ թվում ամեն մեկս մեր խոսքով, մեր գործողություններով հենց այդ տիպի միասնությունը, բազմազան միասնությունը։ Մի քանի ամիս առաջ Ազատություն ռազմակայանից բանավեճ էին կանչել, այդպես դեպոստած զրուցում ենք, ասացի, այո, ինձ այդպիսի կաթողիկոս է պետք է, քիչ բան է հնչում, ծաղրեց, թե Լուսիկարային պետք է այդպիսի կաթողիկոս, ասի, տղա ջան, Լուսիկարային չեմ, մեր ամբողջ ժողովրդի, մեր ինքնությանը, մեր երությանը, որովհետև մենք միշտ պատկերացրել ենք մեր կաթողիկոսներին, հոգևորականներին, նաև տեսել ենք ամբողջ պատմության մեջ փորձով, հակասալ դրա պատմությունը, ամուր, կայուն սկզբունքներին ազգային շահերի ակունքներում կանգնած։ Եվ այո, ես այդ ամիսների ընթացքում միշտ ունեցել եմ խորին հարգանք եւ պատկառանք ոչ միայն մեր Սուրբ Առաքելական եկեղեցու նկատմամբ, այլ մեր հոգևոր դասի առավելապես մեղափարի նկատմամբ, բայց մեկ անգամ եւս համոզվեցի, որ այո, հայոց կաթողիկոսները այդպես են իրենց դարեր շարունակ բեկեցվածն են ունեցել եւ պահել ու պահպանվել է ոչ միայն մեր եկեղեցին ու հավատում է մեր ժողովուրդը։ Կորցնելով պետականություն հետո գտել ենք այդ ամեն ինչի հիմքում հիմնասյունը առաջինը եկեղեցին են կարծիքով։ Սա ուղղակի իմ շնորհակալությունը պատկառանք հայտնելու։ Զրույցի ընթացքում կարևորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աստվածահաստատ, պատմական եւ հոգեխնամ բացառիկ առաքելությունը ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգեվոր զորացման եւ համազգային միաբանության ամրապնդման գործում։ Ես հավատում եմ, որ մենք պիտի կարողանանք այս փորձություններից դուրս գալ, այս մարտահրավերները հաղթահարել եւ ապրել խաղաղ, ապահով անվտանգ կյանքով մեր երկրում, մեր հայրենիքում, բարօրություն կերտելով մեր ժողովրդի համար։ Եկեղեցին հավատարիմ իր կոչման ու առաքելության, անկախ ինչպիսի դժվարություններ կծառանան եկեղեցու առջև, իրականացնելու է իր աշխատանքը, իր ծառայությունը ազգին եւ հայրենիքին։ Եկեղեցին ծնողն է, առաջնորդն է ազգի զավակների եւ այդ ոգով, այդ գաղափարականով իր առաքելությունը իրականացրել է եւ իրականացնում է այսօր նույն ոգով, նույն գիտակցությամբ։ Առանձնակի շեշտվեց հայոց եկեղեցու եւ հայ մտավորականության հանձնառությունը արժեհամակարգային ճգնաժամի հաղթահարման, հանրային համերաշխության ձևավորման, ինչպես նաեւ հասարակության մեջ հոգեվոր բարոյական առողջ մթնոլորտի եւ սիրո ու միաբանության ոգու զորացման ուղղությամբ։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։